Շարունակում ենք ծրագիրը եթերում ARTN-ի նորություններն են եւ ինչպես միշտ հաղորդման այս հատվածում մեզ է միացել վերլուծաբան Արմեն Չիբուխչյանը, բարի երեկո Արմեն։ Բարի երեկո Երևանից։ Ահա, բարի երեկո բոլորին։ Դե երևի սկսենք պարոն Թրամփի, այսպես ասեմ, ցնցող հայտարարությունից, նրանց համար ովքեր չեն լսել, ասեմ, որ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկրները, որոնց նկատմամբ Միացյալ Նահանգները մաքսատուրքեր է սահմանել, Վաշինգտոն են ուղարկել բանագնացների գործարք կնքելու համար։ Եվ մեջբերում են պարոն Թրամփին։ Այդ երկրները զանգում են ինձ, համբուրում են հետույքս, նրանք մեռնում են գործարք կնքելու ցանկությունից։ Խնդրում ենք, պարոն, կնքեք գործարք։ Ես ամեն ինչ կանեմ, միայն կնքեն գործարք, ասել է պարոն Թրամփը եւ շարունակել, կարծում եմ, որ աշխարհի հետ առևտրային պատերազմը ամենևին պատերազմ չէ, քանի որ նրանք բոլորը գալիս են այստեղ։ Արմեն, դու երկար փորձառություն ունես այս քաղաքական գործիչների հետ կապված, նման տիպ արտահայտություն լսել էր որևէ երկրի ղեկավար, որ նման բան ասեր, որ համբուրում են իմ հետույքը։ Եվ ոչ թե Միացյալ Նահանգների երկրի, այլ հենց անձամբ իր։ Ճիշտ ասած ոչ, բայց ամենակարևորը ինչն է, որ նախ մենք ունենք, ասում են ինչ-որ breaking news, այսինքն հրատապ նորություն ունենք մենք, Թրամփը 90 օրով դադարեցրել է տարիֆները եւ շուկաների այդ ֆոնդային բորսաները թռել են, որտեղ արդեն ռուսական ֆոնդային բորսան 1 տարվա հակառեկորդ էր գրացել, ամերիկյաններն էլ էին ընկնում աշխարհի, Չինաստանին ասում են միջամտել է պետությունը, որպեսզի իբր թե լավ արդյունք ցույց տան, բայց հետաքրքրական է, որ այսօր քիչ առաջ Թրամփը հայտարարում է 90 օրյա դեռ հարցային է, որ շատ դետալներ པարզ չեն, մանրամասները երևի արդեն կիմանանք վաղը, մասնավորապես ում վրա է ազդում, ում վրա չի ազդում։ Դե պետք է ենթադրել, ով որ համբուրել է հետույքը իրենց երևի ամենայն հավանականությամբ ում համբույրը դուր է եկել, զգացվել է, նուրբ ա եղել։ Հիմա, բայց հետաքրքրականը ինչ է, գովացել է այն պետություններին, ովքեր չեն պատասխանել, եւ հիմա այստեղ կասկածը մի բան է պարզ, Չինաստանին չի վերաբերում դա։ Այստեղ ամենահետաքրքիրն է։ Դուք գիտեք, որ Չինաստանի հանդեպ 34% մտցրեց, հետո Չինաստանը պատասխանեց, հետո 100% մտցրեց, Չինաստանը 80% մտցրեց, ասեց Չինաստանի թե կներեք Չինաստանը ասեց թե չհանի իր 30, այսինքն պատասխան տարիֆը չհանի, ինքը 100% կսահմանի։ Բնականաբար Չինաստանը 84% մտցրեց, հիմա Ամերիկան արդեն 100% այսօրվանից 104% այո այսօրվանից պետք է գործի։ Եվ Թրամփի կողմնակիցները անգամ խորհուրդ են տալիս Չինաստանի վրա 400%-անոց տարիֆ սահմանել։ Մի բան արդեն ակնհայտ է, կարծես որ Չինաստանին դա չի վերաբերելու։ Ում է վերաբերելու, սա հարց է։ 70-ից ավելի պետություն, ինչպես դուք նշեցիք, եկել էր ըստ իրենց ըստեյության համբուրելու է եկել 70-ից ավել պետություն։ Եվ այստեղ հետաքրքրական է, որ բացի Չինաստանից, այսինքն գլոբալ ակնհայտ է, սա խաղ է եւ դժվար թե տարբեր ուրեմն այսպես մեկնաբաններ խոսում են, թե Թրամփի փեսան գտել է Ամազոնից ինչ-որ մի տնտեսագետի, որը ըստ էության իր գրքում հղում է արեգոյություն չունեցող տնտեսագետի այսպես պատահական ինչ-որ մեկին ընտրել են ու դրանով առաջնորդվում է, այդ ամբողջը կարծում եմ հեքիաթներ են, որովհետև ի վերջո Թրամփի շուրջը մենակ ուրեմն մի տնտեսագետ չեն, ամբողջ թիմ է տնտեսագիտական Եվ ես կարծում եմ, որ սա խաղ է, լավ էլ հաշվարկված է, ես չեմ կարծում, թե այդ աստիճան ամերիկյան ադմինիստրացիայում կարող ոչ պրոֆեսիոնալիզմ լինի, եւ մենք տեսնում ենք, որ այս խաղի արդյունքում հետաքրքրական մի բան տեղի ունեցավ։ Իդեպ ես սա կանխատեսել էի, որ այսպիսի բան հնարավոր է, նաեւ մեր եթերում, որ մի հատ հասկանանք արդյունքում վերջում ով է գլխավոր տուժողը դառնալու, հա։ Եվ ես հիշում եք մի քանի օր առաջ ասացի, որ սա Չինաստանն է գլխավոր թիրախը։ Եվ հիմա տեսեք ինչ է տեղի ունենում։ Ըստ էության գովում է Թրամփը նրանց, ովքեր հորդորը լսեցին եւ չպատասխանեցին տարիֆներով։ Բայց այստեղ մի խնդիր կա։ Կանադան պատասխանեց, ճիշտ է, մեղմ պատասխանեց, բայց պատասխանեց։ Եվ ըստ էության այսօր էլ հայտարարվեց, որ Կանադայի ավտոմեքենաների վրա Կանադան 15 մոտ 15-ից 20% կարծեմ տարիֆներ է մտցնում։ Եվրամիությունը մշակել է 15-ից 20%-անոց պատասխան, որոշ ապրանքատեսակներում 300 քանի միլիարդ դոլարի է
ստացվում։ Հիմա դրանք դեռ ուժի մեջ չեն մտել։ Կարծես թե հիմա չգիտենք Տրամպը սա կհաշվի որպես պատասխան։ Եվրոմիությունը պաշտոնապես այսպես ասեց, սա մեր պլանն է, բայց եթե Թրամփը հետ կանգնի իր այդ բանից, մենք էլ հետ կկանգնենք, այսինքն դուրը չեն փակել իրենց հետևից, բաց են թողել։ Դե ամենայն հավանականությամբ, ոնց որ ենթադրում ենք, ամենայն հավանականությամբ ըստ էության Տրամպը, այսինքն այդ Տրամպի 90-օրյա դադարը կվերաբերվի նաև Եվրամիությանը, ինչը շատ լավ է։ Արդյունքում մենք ունենք իրավիճակ, երբ որ ըստ էության ամենամեծ տարիֆների տակ մնաց Չինաստանը։ Բայց այստեղ կա գործոն, կա Վիետնամ, Կամբոջա, Բանգլադեշ։ Դրանք երկրներ են, որոնց նկատմամբ Տրամպը էլի շատ մեծ տարիֆներ է սահմանում։ Իսկ մենք գիտենք, որ Միացյալ Նահանգներ, օրինակ մեր սիրելի հետևորդները Լոս Անջելեսից, նույն հայ հետևորդները գիտեն, որ օրինակ հիմա մտնում են խանութ, տեսնում են շատ ապրանքատեսակների վրա գրած է Վիետնամ, Բանգլադեշ եւ բավականին լավ որակի իդեպ։ Նաև շատ իրենց սիրված, այսպես բրենդային ֆիրմաների հենց արտադրանք հենց այդ երկրներից է գալիս։ Բայց այստեղ կա նրբություն։ Ենթադրում եմ, որ բանակցությունները վերաբերում են նաև սրան, որովհետև նույն Բանգլադեշը, Կամբոջան, Վիետնամը, դրանք այն պետություններ են, ովքեր մի փոքր խարդախություն են անում այս իմաստով։ Որտեղ առաջին ժամկետից հետո, երբ որ Տրամպը սահմանեց տարիֆները, այդ պետությունները շրջանցում են տարիֆները, այսինքն Չինաստանը բերել է այդ պետություններում դրել է գործարաններ, գործարաններ չէ, իրականում դրանք warehouse-ներ են կամ գիտեք, պահեստներ են, որոնք ձևակերպվում են որպես գործարաններ։ Այնտեղ չինական ապրանքի վրա խփվում է Made in Vietnam, Made in Bangladesh, Made in Cambodia եւ ուղարկվում է Միացյալ Նահանգներ, բայց առանց արդեն այդ ավելի ցածր տարիֆներով։ Հիմա հետաքրքրական է, որովհետև ըստ էության մի բան, ես տնտեսագետ չեմ, բայց տրամաբանական մի բան է գալիս մտքումս։ Այս ընթացքում շուկան կարող է վերադասավորվել, այսինքն տեսեք, Չինաստանի վրա եթե մնում են տարիֆները, եկեք տրամաբանական մտածենք։ Իսկ նրանց վրայից հանվում է տարիֆները 90 օրով, չէ՞։ Ի վերջո հիմա շուկան ինքը adjust, այսինքն ինքը կարգավորում է ինքն իրեն։ Հետևաբար շատ հնարավոր է, որ եթե այդ պետությունները խոստանան, որ իրենք Չինաստանից չեն ներկրելու ապրանքներ, օրինակ Միացյալ Նահանգները, այս ընթացքում Թրամփը հնարավորություն է տալիս դուրս մղել չինական ապրանքները Միացյալ Նահանգների շուկայից, եթե 90 օրյա դադար է սահմանվում, եւ տեսնել դինամիկան, թե ինչպես են փոխարինվելու, որովհետեւ ըստ էության նաև խոսվում էր, որ Թրամփը այս տարիֆային քաղաքականության ոչ միայն Միացյալ Նահանգներն է մեծ գումար կորցրել, ֆոնդային բորսաները, շուկաները, մոտ 6 տրիլիոն մասին է խոսքը, այլ նաև Թրամփը ասում են 5 միլիարդ է կորցրել իր ունեցվածքից։ Իրևի շարունակությունը Այո, հիմա մեզ մոտ գովաստ կվերադառնանք ու կշարունակենք զրույցը վերլուծաբան Արմեն Չիբխչյանին։ Բայդուբայ.am, այո, Բայդուբայ.am։ Դարձեք անշարժ գույքի սեփականատերը Դուբայում Բայդուբայ.am-ի օգնությամբ եւ մենք ապահովենք Արաբական Միացյալ Էմիրությունների ձեր ռեզիդենտության քարտը։ Արաբական Էմիրություններում առանց տոկոսագումարի ձեռք բերեք անշարժ գույք սկսած $140,000-ից, ստանալով մինչև 15% եկամուտ Բայդուբայ.am-ի օգնությամբ։ Մեզ հետ կարող եք կատարել եզակի ներդրումներ Mercedes-Benz, Bugatti, Burj Khalifa եւ Դամակ ճարտարապետական գլուխգործոցներով հայտնի MR եւ Bingatti-ի հեղինակավոր կառուցապատողներին պատկանող անշարժ գույքի շուկայում։ Կատարեք ձեր ներդրումը ֆինանսական ժամանակակից երկնաքերերի, շքեղ հյուրանոցների, ոսկեփայլ լողափերի եւ ֆինանսական բարձունքներ նվաճելու քաղաքում։ Բայդուբայ.am։ Շարունակում ենք ծրագիրը եւ զրույցը վերլուծաբան Արմեն Չիբխչյանի հետ։ Արմեն, խոսում ենք տնտեսությունից, տարիֆներից եւ համբույրներից։ Ուր հասանք։ Այո։ Դե ամփոփելով այս թեման, ասեմ, որ այս 90 օրյա դադարը, որը ըստ էության հրատապ նորություն էր, որ մենք հիմա փոխանցեցինք մեր հեռուստադիտողներին, լավ նորությունը ինչ առումով, որ ինֆլյացիան մի փոքր կդանդաղի, այն ապրանքները, որ սովորաբար օգտվում է մեծ մասը, չեն թանկանա կամ նվազագույնը կթանկանան, այսինքն գլոբալ 90 օր դեռ շնչելու հնարավորություն կունենք, մինչև հասկանանք, թե իրականում այս խաղի վերջնարդյունքում արդյոք միայն Չինաստանն է թիրախը, թե այլ թիրախներ եկան։ Հիմա Արմեն, այսօր կարդացի, ճիշտ ասած, մի փոքր էլ զարմացա զորավարժություններ Իրանի եւ Հայաստանի համատեղ զորավարժություններ։ Ինչ է սա նշանակում, Արմեն։ Տեսեք, իրականում ինքը ինչպես աննախադեպ է, այնպես հետաքրքիր, այնպես էլ ճիշտ ասած մի փոքր մտահոգիչ եւ վտանգավոր։ Աննախադեպ է, որովհետև տեսեք, նախ իրավիճակը պետք է հասկանանք ինչ իրավիճակում են այդ զորավարժությունները տեղի ունենում։
Սկսենք նրանից, որ Ադրբեջանի նախագահը կրկին սպառնում է, կրկին խոսում է, որ խաղաղություն չի լինի, եթե Հայաստանը չփոխի իր դիրքորոշումը, իսկ ըստ էության կարճ ասած Ադրբեջանը պահանջում է ուրեմն մոտարապես այն, ինչ որ Ռուսաստանը պահանջում է Ուկրաինայից, այսինքն Ադրբեջանը պահանջում է, որ Հայաստանը չզինվի, չունենա բանակ, հլու հնազանդ ենթարկվի, ասեց, որ կապիտուլյացիային ստորագրե, իսկ դա տրամաբանական, այսինքն հետևանքներ պետք է ունենա։ Մի խոսքով պետք է չլինի պետություն նորմալ, այսինքն ըստ էության հասկանում եք, չէ՞, եթե Ադրբեջանը շարունակելու է զինվել, իսկ Ադրբեջանը շարունակելու է զինվել, ինչ է լինելու Հայաստանի հետ, եթե մենք չզինվենք եւ ինչը պահանջում Ալիևը։ Եվ այս իրավիճակում նաև մի հետաքրքիր հանգամանք Իրանն ու Միացյալ Նահանգները սկսել են բանակցություններ, իսկ դուք գիտեք, որ միջազգային մամուլը ամերիկյան անպարբերաբար տալիս է, որ Իրանին վերջնաժամկետ է տրված։ Ավելին ասեմ, Տրամպը ասեց, որ մենք պետք է ուղիղ բանակցենք Իրանի հետ, իսկ Իրանը առաջին հայտարարեց, որ մենք Օմանում կբանակցենք, ինքը կբանակցի Ուիտկոֆի հետ, բայց միջնորդավորված։ Տրամպը այսպես ասեց, որ մի կողմ այդ նամակագրությունը մեծ հետաքրքիր չէ, այսինքն ըստ էության ինչ է ստացվում։ Սա վերջնաժամկետի տրամաբանության մեջ է ինչ իմաստով, որ ըստ էության Տրամպը ասում է եկեք հասկանանք, կամ բանակցում ենք, զիջում եք, կամ եթե չի ստացվում, ուրեմն հարվածում ենք։ Ըստ էության նաև մենք տեսանք Նեթանյահուի ասուլիսի ժամանակ, երբ որ Տրամպն ու Նեթանյահուն ասացին, որ հուսով են, որ Իրանը կգնա գործարքի, իսկ եթե ոչ, ապա հնարավոր չի լինի խուսափել այդ զարգացումներից, լարվածությունից ռազմական։ Հիմա այս իրավիճակում, երբ որ բնականաբար մենք հասկանում ենք, չէ՞ որ Ալիևը սպասում է հենց այդ լարվածությանը Իրանի եւ Միացյալ Նահանգների միջեւ, որովհետեւ մենք տեսանք, որ ինքը հրեական լոբին խառնեց, այն ինչ որ պիտի Հայաստանի շո մենք խորհուրդ ենք տալիս, որ Հայաստանը անի, սկսեց անել Ալիևը, այսինքն փորձելով իր հարցերը լուծել Ուիտկոֆի միջոցով, հրեական լոբիի միջոցով, ռաբիների միջոցով եւ այլն։ Ենթադրաբար Ալիևի այս լարվածության պահպանումն է, որ ամեն օր սահմանային միջադեպերի հետ կապված լուրեր են տարածում, դա էլ իր հետևանքները կարող է ունենալ ըստ էության, այսինքն պարզ է, որ Ալիևը պահում է լարվածությունը։ Եվ այս իրավիճակում բնականաբար Իրանը զգում է վտանգներ եւ Հայաստանն ու Իրանը ըստ էության զորավարությունը այնպես է կազմակերպված, որ ամեն մեկը իր մասում է անելու։ Հայաստանը հայ-իրանական սահմանին, նույնն Հայաստանի կողմից, Իրանը հայ-իրանական սահմանին, իրանական կողմից, Սա մեսիջ է Ալիևին։ Մի կողմից մենք կարող ենք մտածել լավ է, որ Իրանը այսպես որոշել է մեսիջ ուղարկել Ալիևին եւ ռազմական զորավարժությունները կարծես թե զսպող ուրեմն մեսիջ կարող են լինել։ Բայց մյուս կողմից ինչն է վատ։ Վատն այն է, որ ըստ էության Հայաստանն ու Իրանը հայտնվում են մի խմբում, ասենք Միացյալ Նահանգները, Իսրայելը եւ Ադրբեջանը հայտնվում են մյուս խմբում, հակամարտող կողմում։ Եվ սա շատ մտահոգիչ է մեզ համար, շատ չափազանց մտահոգիչ է մեզ համար, որովհետև ես չէի ցանկանա, որ Հայաստանը այդպես ընկալվեր աշխարհի կողմից, որպես Իրանը մենք գիտենք, որ միջուկային զենքի ստեղծմանն է հետապնդում, որը ընդունելի չէ ոչ մեկի համար, ոչ մեր բարեկամ Ֆրանսիայի, ոչ Եվրոպայի պետությունների, ոչ Միացյալ Նահանգների։ Ահա այստեղ ճիշտ ասած գալիս է մտահոգություն այս իմաստով։ Ենթադրում եմ Արմեն, կներես, զուտ այն փաստը, որ Հայաստանը զորավարժությունները անցկացնում Իրանի հետ, կարող է խախտել մեր պատկերը, ասենք, միջազգային քաղաքական դաշտում, փոխել։ Տեսեք, ոչ թե խախտել, այլ փոխել, բայց տպավորություն ստեղծել կարող է։ Այդուամենայնիվ, որովհետև հիմա իրանական հարցը առաջին պլան է դուրս եկել եւ Հայաստանը Իրանի հետ զորավարժություններ է անցկացնում։ Ենթադրում եմ, որ այդուամենայնիվ մեր կանխատեսումները, որ լարվածություն կարող է ստեղծվել, եթե հանկարծ Իսրայելը հարվածի Իրանին կամ եթե իրավիճակը, որովհետև մենք գիտենք, որ հիմա Միացյալ Նահանգները ակտիվ զորքեր է տեղափոխում Մերձավոր Արևելք։ Ակտիվորեն անգամ Եվրոպայից է հանում զորքեր եւ տեղափոխում Մերձավոր Արևելք։ Սա մտահոգիչ է շատ։ Եվ այս առումով ես կցանկանայի, որպեսզի մենք լուծեինք մեր հարցերը Միացյալ Նահանգների հետ եւ ապահովագրված լինեինք այս առումով, որ Ադրբեջանը այդ ընթացքում չի հարձակվի։ Բայց հիմա մենք Իրանի հետ միասին ինչ որ մեսիջներ ենք ուղարկում աշխարհին, որը, այսինքն աշխարհը այդպես կարող է ընկալել, որ մենք Իրանի հետ միասին պատրաստվում ենք հակադարձել ինչ որ բանի։ Դրա համար այս իմաստով մի փոքր մտահոգիչ է։ Ես ունեմ տեղեկություններ նաև, որոնք չէի ցանկանա հրապարակել, որոնք խոսում են հնարավոր էսկալացիայի, այսինքն էսկալացիայի հնարավորության մասին, այսինքն որոնք ինձ հուշում են, որ Հայաստանի իշխանությունները նույնպես տեղյակ են նման զարգացման հնարավորության մասին
Այսինքն ես չեմ կարծում որ դա ճիշտ է հիմա բարձրաձայնել, եթե կլինի ես կհայտարարվի գոնե, բայց այսպես ասեմ որոշ տեղեկություններ ստացա այսօր, որ ուրեմն պանան որոշ միջոցառումներ այսպես ձեռնարկում, որոնք ըստ էության հուշում են, որ իրենք էլ են հասկանում, որ վտանգ կարող է լինել առաջիկա շաբաթներին կամ ամիսներին։ Ես շատ հուսով եմ, որ այնուամենայնիվ Օմանում բանակցությունները ինչ որ արդյունք կտան եւ Միացյալ Նահանգներն ու Իրանը կկարողանան լեզու գտնել, այն որ Միացյալ Նահանգները ու Իսրայելը ամեն ինչ միասին են անում եւ Միացյալ Նահանգները անելու է այն ինչ որ Իսրայելն է ուզում, ես դրան չեմ հավատում։ Այն որ Միացյալ Նահանգներն ու Իսրայելը այսինքն Թրամփն ու այսպես ասեմ Թրամփն ու Նեթանյահուն մտերիմ են շատ դա հասկանալի է, բայց օրինակ երեկվա ասուլիսի ընթացքում, երբ որ տեսանք Թրամփի ու Նեթանյահուի խոսելը, նույն 17%-անոց տարիֆների սահմանումը Իսրայելի նկատմամբ եւ Թրամփը նաեւ շեշտեց, ասեց ես կարող եմ եւ չհանեմ Իսրայելի վրայից այդ 17% տարիֆները Եվ մի տեսակ շատ այնպես էր խոսում Նետանյահուի հետ, կարծես լավություն է անում Իսրայելին, հələ մի հատ էլ ակնարկեց, որ դուք պետքա շնորհակալ լինեք, որ մենք ձեզ տարեկան 4 միլիարդ տալիս։ Չի անում լավություն, անում է, չէ՞, ըստ էության, այսինքն Չէ, անում է, ես օգնություն որ ցույց տոնն եմ փորձում, ես խոսակցության տոնն եմ փորձում փոխանցել։ Այսինքն այս իմաստով կա թյուր կարծիք, որ Թրամփը անելու է այն, ինչ որ ասում է Նեթանյահուն, դա այդպես չէ։ Ես չեմ կարծում որ դա այդպես է։ Թրամփը չի անելու որևէ բան, որ ասելու է որևէ մեկը, ես դրանում համոզված եմ արդեն։ Այո, հենց այդ է ուզում փոխանցել, կարծում եմ, այո, շատ ճիշտ վերջում եզրափակեցիք, այո։ Լավ, շնորհակալություն Արմեն։ Ես եմ շնորհակալ։ Այսօրվա համար այսքանը սիրելիներ, կհանդիպենք վաղը, միշտ տեսություն։